Հայաստանի ԱԱԾ-ն փակել է Արցախի պաշտոնական կայքերը, նախագահականը, ազգային ժողովը, կառավարությունը, պաշտպանության նախարարությունը եւ այլն։ Ինչ եք փակել։ Այդ ինչպիսի մեծ ցանկություն ունեք դուք հրաժարվելու Արցախի վերաբերյալ ամեն ինչից։ Ինչ եք փակել, պատմություն է, արխիվ է։ Կարող եք ընդհանրապես թույլ չտալ թարմացում անել, բայց ինչ եք փակել։ Մեր պետական գերատեսչությունների կայքերից հանել են Արցախի մասին բաժինները։ Ինչ եք անել։ Թողեք, որ վաղը մյուս օրը կարդացողները իմանան, որ սենց բան է եղել ու հիմա չկա։ Տասնամյակներով գործել են, տասնյակ հազարավոր նյութեր կան, վավերագրություններ կան, արխիվը ձեր ինչին էր խանգարում։ Ախր դուք էլ գիտեք, որ ձեզանից հետո կյանք կա։ Թող մնա այդ ամենը հետագայի համար։ Դու հնարավորություն թող, որ քեզանից հաջորդ եկածը կարողանա կայքն էլ թարմացնել, բանակցություններով էլ մի բան անել, հողն էլ հետ բերել։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ձեզ առաջարկել էր Արցախի ճակատագրի շուրջ բանակցությունները թողնել հետագային։ Գնացիր Պրահայում ճանաչեցիր, փորձեցիր փակել թեման, բայց հոգով փակելով չէ։ Վրաստանի վարչապետը երեկ հայտարարել է, որ պետք է համբերությամբ աշխատեն եւ վերադարձնեն Աբխազիան եւ Հարավային Օսիան։ 17 տարի առաջ կորցրել են, կարող է մի 17 տարի էլ սպասեն ու մի օր հետ բերեն։ Չեն հաշտվում կորուստների հետ։ Դու այդ ինչքան հեշտ հաշտվեցիր ստորագրելու հաջորդ օրը արդեն։ Հաշտվեցիր ու ասում էիր երբեք մերը չի եղել։